Արդեն դատարանները ցավոք սրտի շատ կանխատեսելի են եւ երկար մտածելու խնդիրը չկա, բնականաբար կերկարացնեն, կալանքի միջոցը, խափանման միջոցը կպահպանեն։ Վերջերս 2 օր առաջ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարի հրամանոց ինտերեսների ինստիտուտն է լուծարվում բանակում, նախ այս ինստիտուտի կարևորությանը խնդրում եմ անդրադարձեք եւ ինչու որոշեցին լուծարել։ Նախ ես անձամբ շատ գնդերեսների ճանաչել եմ ու իրենց ծառայության ընթացքից խոսել եմ, պատմել են եւ կարամ ասեմ շատ կարևոր էր գնդերեսների ներկայությունը բանակում եւ զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված եւ ծառայողներին պաշտպանելու հետ կապված ներքին խնդիրներում, օրինակ վերադասի կողմից ինչ-որ ճնշումների դեպքում կամ ներքին խնդիրների դեպքում իրական շատ օգուտ էին տվել եւ իրոք շատ երևի նույնիսկ ինքնասպանության փորձեր էին կանխել, շատ առողջացնող դեր ունեին գնդերեսները հոգեվոր առումով եւ ընդհանրապես կենցաղային առումով ցավալի է եւ Քրիստոս մեզ ասում է որ ծառը պատիվներով է ճանաչվում եւ պետք է մենք գործով ճանաչենք մարդկանց իրենք իրենց քրիստոնյա են անվանում հայ եկեղեցու հետևորդ բայց իրենք նույն եկեղեցին որին որ իրենք դուրս են հանում բանակում ներկայությունը հանում են եկեղեցու բնական է իրենք մեր եկեղեցու անդամներ չեն իրենք իրենց գործով ցույց են տալիս որ իրենք հագարակ են եկեղեցին հագարակ դեպքում որևէ իմաստ չուներ գնդերեսների ինստիտուտը լուծարել Դուք տեղեկություններ ունեք գնդերեսների նկատմամբ ճնշումներ եղել են միանալու այսպես կոչված եկեղեցու բարենորոգման չեն համաձայնել եւ դրա համար են գնացել լուծարմանը Լսել եմ որ այդպիսի բաներ եղել են կանչել են գնդերեսներին եւ ամեն մեկին առանձին ինչ-որ խնդիրներ են տվել միանալու այդ զուտ լսել եմ անձամբ ես տեղեկություն չունեմ բայց բնականաբար այս ամեն ինչի տրամաբանության մեջ տեղավորվում է այդ լուրերը եւ քանի որ չի հաջողվել իրենց միացնել գնդերեսներին իրենց տխրահռչակ այս շոուին ստիպված արդեն որոշել են գնդերեսների ինստիտուտը ցրել ինչը որ միանշանակ վնասում է առաջին հերթին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ զինվորներին եւ այս մասին ավելի շատ պետք է մտածել ազգաբնակչությունը քան թե մենք մեր ծառայությունն ենք անում իրենց համար հիմա իրենք զրկվելու են այդ ծառայությունից իրենց զավակները ավելի քիչ կարողք ավելի ոչ հոգևոր մթնոլորտում են ծառայելու եւ հոգևորականների ծառայություններից չեն կարողանալու օգտվել ինչի կարիքը որ միանշանակ շատ ունեին եւ անգնահատելի էր պարզապես այդ պետք է մենք ժողովուրդը մտածի որովհետեւ իրենք են այստեղ ամենաշատ ամենամեծ դժողը Ինչ պետք է անի ժողովուրդը օրինակ Արտաշես Արցախ եւ եկեղեցու դեմ հոգեվորականների նկատմամբ այս ճնշումները ինչ հանդիսանություն պետք է ստանա եւ ինչ ճանապարհով Ցավոք սրտի ես կարծում եմ որ այս հարցերից այս տված հարցերի պատասխանները պետք է տային մեր քաղաքական գործիչները նաեւ ընդդիմադիր գործիչները բնականաբար որտեղ քանի որ այս հարցերը քաղաքական խնդիրներ են եւ քաղաքական լուծումներ են պահանջում ես հոգեվորական եմ սարգսակ եմ եւ դեռ կոնկրետ լուծումներ չեմ կարող առաջարկել բայց պետք է մտածենք այդ առումով ինչ կարող անեն քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու ցավոք սրտի սեփական պետությունից քանի որ այսօր մեր պետությունը աշխատում է մեր ազգի դեմ